Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Որտեղ է Իրանի առաջնորդը, ինչու է Թրամփը կասկածի տակ դնում նրա ողջ լինելը եւ ինչու է միջազգային մամուլը ողողված նրա առողջական վատ վիճակի մասին լուրերով։ Նախընտրական պայքարը թեժանում է, Հայաստան դաշինքը ներկայացրել է իր թեկնածուին։ Ուրախ ավտոբուս, թե պատերազմի վտանգ, ինչ է իրականում կատարվում կուլիսներում։ Գիտական վեճ, քաղաքական ծրագիր, թե պատմական կեղծարարություն, որտեղից է ծնվել արևմտյան Զանգեզուր թեզը եւ ինչ նպատակ է հետապնդում։ Հորմուզի նեղուցը պայթյունավտանգ կետ, Եվրոպան ոչ է ասում Թրամփին, իսկ Թրամփը սպասում է աշխարհի օգնությանը։ Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունից առաջ Հայաստան ուղարկել արագ արձագանքման խումբ հնարավոր արտաքին միջամտություններին հակազդելու համար։ Ըստ ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի որոշումն ընդունվել է հայկական կողմի խնդրանքով։ Մինչ այս ԵՄ-ն հայտարարել է, որ 12 միլիոն եվրո կտրամադրի արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի եւ կիբերանվտանգության ամրապնդման համար։ Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելու համար։ Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մեզ համար մնում է առաջնահերթություն։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա։ Իսկ Հայաստանում նախընտրական կրքերը արդեն թեժանում են։ Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր ուժը Հայաստան դաշինքը պաշտոնապես հայտարարել է իր վարչապետի թեկնածուի անունը։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված միջոցառման ժամանակ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի առաջնահերթությունը անվտանգությունն է։ Դրա համար անհրաժեշտ են մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակիցներ։ Քոչարյանը խոստացավ շարունակել պայքարը, մինչև գործող իշխանությունը հեռանա։ Վստահ է, որ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել հենց իշխանության իրենց գալու առաջի օրերից։ Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։ Իդեպ սրանով եմ տարբերվում այլ վարչապետի թեկնածուներից։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը եւ ովքեր այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը։
Իսկ ՀՅԴԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՅԴ-ն որոշել են շարունակել իրենց գործակցությունը։ Նրա խոսքով դաշինքին միացել են նաեւ առաջ կուսակցությունը եւ բազմաթիվ հասարակական եւ հանրային գործիչներ։ Հայաստան դաշինքը առաջիկա ընտրությանը հանդես է գալու միասին կարող ենք կարգախոսով։ Առջևում սովորական ընտրություններ չեն։ Սա հերթական մրցապայքարը չէ։ Սա գոյաբանական հարց է։ Հետևաբար մեր նպատակն է կանխել գործող ռեժիմի վերարտադրությունը եւ կտրել զիջումների այս շղթան։ Եկեք պարզ խոսենք։ Հայաստանում չկա որևէ ուժ, որը սա կարող է անել միայնակ։ Ուստի շատ ուղիղ դիմում եմ ընդդիմադիր ուժերին։ Մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք։ Մենք ընդդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա եւ վաղվա գործընկերներ։ Մեր թիրախը մեկն է գործող իշխանությունը։ Մենք շարժվելու ենք այդ սկզբունքով։ Եվ այդ նույն պահանջն ու ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերից։ Ժառանգություն կուսակցությունը նույնպես կմասնակցի ընտրությանը, հայտնել է կուսակցության հիմնադիր Ռաֆի Հովհաննիսյանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ չի ձգտում վարչապետի թեկնածու դառնալ եւ չի ցանկանում լրացուցիչ ծանրաբեռնել քաղաքական դաշտը առանձին մասնակցություններով։ Նախընտրական գործընթացներին զուգահեռ նոր սահմանադրության նախագիծը պատրաստ է։ Արդարադատության նախարարի խոսքով այն կհրապարակվի իշխող կուսակցության քննարկումից հետո։ Նոր սահմանադրության նախագծում հղում կլինի արդյոք անկախության հռչակագրին դեռ պարզ չէ։ Բայց հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել էր, որ մայր օրենքի տեքստից ուզում է ջնջել անկախության հռչակագրին հղումը, որը նա համարում է կոնֆլիկտային։ Այդ հռչակագիրը հանգիստ չի տալիս նաև Ադրբեջանին։ Իլհամ Ալիևի խոսքով Հայաստանի սահմանադրությունում անկախության հռչակագրին հղումը տարածքային պահանջներ է պարունակում։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է։ Ամեն շաբաթ նիստեր են հրավիրում, եւ տեքստը, ինչպես եւ խոստացել էի, պատրաստ է։ Բայց հրապարակման մասով դեռ նորություն չունեմ, որովհետեւ որոշվել է տեքստը քննարկել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում եւ խորհրդարանական խմբակցությունում։ Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի։ Այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պարլամենտարիզմի մեջ է, բայց շատ մեծ փոփոխություններ են կարել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել, օրինակ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ազգային ժողովին վարչապետի գործունեության նկատմամբ եւ այլն։ Ադրբեջանը փորձում է առաջ մղել եւս մեկ թեզ։ Սյունիքի տեղանունները ներկայացնելով որպես պատմական ադրբեջանական տարածք Արևմտյան Զանգեզուր անվանումով։ Մասնագետները նախազգուշացնում են, որ սա պարզապես գիտական վեճ չէ, այլ տարիների ընթացքում մշակված քաղաքական նախաձեռնություն։ Ինչ կեղծարարությունների մասին են խոսում ադրբեջանագետները, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Փաշինյանի առաջարկած իրական Հայաստանում կա Զանգեզուրը, թե ոչ։ Ադրբեջանում վերջերս հրատարակված Արևմտյան Զանգեզուր կոչվող տեղանունների բառարանում այն կա, եւ այն էլ իրենց խոսքով պատմական անվանումների ճշգրիտ կոորդինատներով։ Իսկ ովքեր պետք է զբաղվեն Ադրբեջանի հակագիտական եւ կեղծ թեզերին արձագանքելով։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը կարծում է, որ 2 տարի առաջ հիմնադրված Գեղարդ-գիտավերլուծական հիմնադրամի գործունեությունը հենց դրան պիտի միտված լիներ։ Ինչ նրանք որպես ազգային ակադեմիա պետք է անեն, որ նման երևույթների գոնե հակադարձին։ Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամի գիտաշխատող պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանն էլ ասում է, որ աշխատում են այդ ուղղությամբ։ Գեղարդ հիմնադրամը հիմա արդեն ակտուալ դարձավ այս տեսանկյունից, ունի շարք, որտեղ հրապարակում է կարճ համառոտ հետազոտություններ, նորովի պատրաստված գիտական հենքի վրա պատրաստված համառոտ հետազոտություններ Հայաստանի եւ Հայաստանի հարակից շրջանների տեղանունների վերաբերյալ։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը պատմական անդրադարձ է կատարում։
ասում, որ 1640-ականներից սկսած այդ տեղանուններին նաև տրվել է թուրքալեզու, սակայն ոչ ադրբեջանական անվանումներ, իսկ ադրբեջանցիներն այն ժամանակ դեռ ադրբեջանցիներ չէին, նրանք 20-րդ դարում նոր պետք է դառնային ադրբեջանցի։ Բնակավայրը հայացափել են, բերել են, լցրել են այդտեղ, իրանք այդ իրան բնակավայրին անուն են տվել։ Դուք 17-րդ դարից շուտ ադրբեջանական բնակավայր չեք գտնի։ Միայն Զանգեզուրի տեղանունների հետ կապված կեղծարարությունների համար մի քանի տասնյակ ադրբեջանական կազմակերպությունների ֆինանսավորում է տրվել, եւ մենք պարզապես լիովին չենք պատկերացնում տարվող քաղաքականության մասշտաբը, շեշտում է Գոռ Մարգարյանը եւ նշում, որ միայն արևմտյան Ադրբեջան կառույցով չի սահմանափակվում ամեն ինչ։ Զուգահեռաբար գործում են բազմաթիվ այլ խոշոր այսպես կոչված գիտական կամ գիտահետազոտական կառույցներ, մեդիա էքսպերտային հիմնադրամներ, կազմակերպություններ, որոնց ամբողջ աշխատանքը միտված է նույնին հայկական պատմական մշակութային ներկայությունը ժխտելու, ջնջելու եւ այդ ամբողջը յուրացնելու։ Ադրբեջանը շատ ավելի հեռուն է գնում։ Վերջերս օրինակ անցկացրել էր Արևմտյան Ադրբեջան հայտարարված կոչված այդ կազմակերպությունը Արևմտյան Ադրբեջանի ավանդույթների խոհանոցի վերաբերյալ միջոցառում եւ այնտեղ չգիտեք ինչու Արևմտյան Ադրբեջանի պատկերացնում եք ցինիկության աստիճանը գառն ու գաթան հաղթող էր ճանաչվել։ Ադրբեջանագետը կարծում է, որ մեր պետության վարած քաղաքականության պայմաններում ադրբեջանցիների ֆիզիկական վերադարձն ավելի քան մոտ է իրականությանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է Սյունիքը վերաբնակեցնել ադրբեջանցիներով։ Իսկ ինչ վերաբերում է պատմական տարածքների անվանումներին եւ դրանք ադրբեջանական կոչելու հիմնավորումներին, ասում է. Եթե դուք բացանեք այդ բառարանը եւ ցանկացած բնակավայրի պատմությունը, այսինքն երբ է հիմնվել այդ գյուղը, այդ քաղաքը, այդ բան, դուք կտեսնեք, որ 18-րդ դարից շուտ գյուղի հիմնման դատա չկա, չնայած այնտեղ կան, ասենք, եկեղեցիներ, խաչքարներ, որոնք 8-րդ, 9-րդ, 10-րդ դարի են։ Չպետք է թույլ տալ, որ հակագիտականությունը հաղթի, ասում է Գոռ Մարգարյանը։ Նույն կերպ փորձում էին Երևանը դարձնել ադրբեջանական, Վարդենիսը նույնպես։ Իմ եւ գործընկերներիս կողմից մեծ հրատարակություն է պատրաստվում, ծավալուն հրատարակություն է պատրաստվում ոչ միայն Զանգեզուրի, այլև ընդհանրապես հայկական բնակավայրերի, նկատի ունեմ ոչ միայն հայաստանյան բնակավայրերի, հայկական ու հայաբնակ բնակավայրերի յուրացման կեղծարարության ադրբեջանցիների ջանքերի ընդհանուր տրամաբանությունը վերլուծող եւ մերկացնող հետազոտություն է պատրաստում։ Այն, որ Արևմտյան Ադրբեջան համայնք կազմակերպության ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարում է, թե Արևմտյան Զանգեզուրի աշխարհագրական անվանումների բառարանի ստեղծումը հոգևոր վերադարձ է պատմական տարածքներ, հուշում է միայն մեկ բանի մասին. սկզբում հոգևոր վերադարձ, հետո ֆիզիկական։ Ահա թե ինչպիսի նպատակ ունի արդեն 40 տարուց ավելի ինտենսիվորեն մշակված այս քաղաքականությունը, կարծում են փորձագետները։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ մինչ Ադրբեջանը նոր պահանջներ է թելադրում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ շրջում է մարզերում, բնակիչներին բաժանում իր պատկերացրած Հայաստանի քարտեզը, հայտարարում Ադրբեջանի հետ առևտրի մասին, սրտիկներ անում ու թմբուկ նվագում։ Սակայն ուրախ ավտոբուսից տարածվող կադրերը միայն մեդալի մի կողմն է։ Իսկ ինչ է իրականում կատարվում ուրախ ավտոբուսի դռնից այն կողմ առանց մեկնաբանության։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ընտրվելուց հետո երկրորդ անգամ ուղերձ կհղի հանրությանը։ Նրա խոսքով առաջնորդը լավ է եւ շարունակում է իր գործունեությունը։ Թեհրանը կարծես փորձում է հանգստացնել հանրությանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւս վստահեցրել է, որ գերագույն հոգեվոր առաջնորդի առողջության կամ գործունեության վերաբերյալ որևէ խնդիր չկա։ Նախարարը նաեւ անդրադարձել է Հորմուզի նեղուցին։ Հորմուզի նեղուցը բաց է, այն փակ է միայն Իրանի թշնամիներին պատկանող տանկերների եւ նավերի համար։ Իհարկե շատերը նախընտրում են չանցնել այդտեղով իրենց անվտանգության մասին մտահոգությունների պատճառով, սակայն դա մեզ հետ կապ չունի։ Նշեմ, որ երեկվանից միջազգային մամուլում մեծ աղմուկ են բարձրացրել Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակի մասին հրապարակումները։ Մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ Խամենեին ծայրահեղ ծանր վիճակում է, նույնիսկ կոմայի մեջ, կամ բուրման նպատակով տեղափոխվել է Մոսկվա։ Սակայն Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է, թե ոչ։ Թրամփը նշել է, որ նրան օրեր շարունակ ոչ ոք չի տեսել եւ դա արդեն կասկածներ է առաջացնում։ Շատերն ասում են, որ Մոջթաբա Խամենեին անդամախեղված է։ Ոմանք ասում են, որ նա կորցրել է ոտքը եւ շատ ծանր վիրավորվել է։ Իսկ մյուսներն ասում են, թե նա մահացել է։ Ոչ ոք չի ասում, որ նա լիարժեք առողջ է։ Մենք չգիտենք նա մահացած է թե ոչ։ Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ, բայց մենք չգիտենք, թե ովքեր են նրանք։ Մենք չգիտենք, թե ով է նրանց առաջնորդը։ Նրանք ուզում են գործարք կնքել։ Նրանք բանակցություններ են վարում մեր ժողովրդի հետ։ ԱՄՆ առաջնորդը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նաև կոչ է արել պետություններին ներգրավել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգություն ապահովելու գործում։ Նրա խոսքով բազմաթիվ երկրների տնտեսություններ այդ նեղուցից կախված են ավելի շատ, քան Միացյալ Նահանգները։ Մենք ամենայն լրջությամբ կոչ ենք անում այն երկրներին, որոնց տնտեսությունները Հորմուզի նեղուցից կախված են նույնիսկ ավելի շատ, քան մերը, ներգրավել եւ աջակցել նեղուցում նավագնացության անվտանգությունն ու անխափան աշխատանքն ապահովելու գործում։ Ճապոնիան եւ Չինաստանը իրենց վառելիքի ավելի քան 90%-ը ստանում են հենց Հորմուզի նեղուցով, իսկ Եվրոպայի համար նախատեսված էներգակիրների զգալի մասը նույնպես անցնում է այս երթուղով։ Իրանը մշտապես փորձել է օգտագործել նեղուցը որպես տնտեսական ճնշման գործիք, սակայն այժմ նա այլևս չի կարողանա դա անել, առնվազն երկար ժամանակ։ Մենք ունենք երկրներ, որտեղ տեղակայված են շուրջ 45,000 ամերիկացի զինվորականներ, որոնք պաշտպանում են այդ պետությունները տարբեր սպառնալիքներից։ Մենք նրանց հարցնում ենք. ականազերծող նավեր ունեք, իսկ նրանք պատասխանում են. մենք կգերադասեինք չխառնվել։ Ես ասում եմ, մենք արդեն 40 տարի է ապահովում ենք ձեր անվտանգությունը, իսկ դուք նույնիսկ այսքան փոքր մասնակցություն չեք ուզում ունենալ։ Սակայն եվրոպական երկրները չեն շտապում արձագանքել Վաշինգտոնի կոչին։ ԵՄ արտգործնախարարները եւ ղեկավարները Եվրոպական միության խորհրդի նիստում հայտարարել են, որ հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ Բրյուսելում Գերմանիայի արտգործնախարարը եւս հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ն այս ուղղությամբ որևէ որոշում չի ընդունել եւ նման պատասխանատվություն ստանձնելու հարց օրակարգում չի եղել։ Իսկ ինչու է Թրամփը փորձում ամեն գնով Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին ներքաշել այս գործի մեջ, Յանի ռեպորտաժում։ Ինչ կլինի, եթե աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքի գլխավոր երկիրը հայտարարի, առանց իրեն դաշինքը ապագա չունի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացնում է, եթե ՆԱՏՕ-ի դաշնակիցները չաջակցեն Վաշինգտոնին, դաշինքի ապագան կարող է շատ վատ լինել։ Խոսքը վերաբերում է աշխարհի կարևորագույն էներգետիկ ուղիներից մեկին՝ Հորմուզի նեղուցին, որտեղ Միացյալ Նահանգները ցանկանում է միջազգային պարեկություն կազմակերպել, սակայն եվրոպական մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել այդ առաքելությանը հակառակ Թրամփի սպառնալիքին։ Ըստ էության Միացյալ Նահանգների խնդիրը բլիցկրիգային հարձակմամբ հասնել հաջողության, բայց ինչ չի ստացվել, այս պահին իմ կարծիքով շարունակվում է դեմքը փրկելու գործողություններ Միացյալ Նահանգների, հաշվի առնելով նաև Իրանի Իսլամական Հանրապետության դիմադրող բնակչությունը այս հակամարտության մեջ, հետևաբար եւ Թրամփը եւ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան
կարծում եմ փորձում է հնարավորինս շատ դերակատարներ ներգրավելով գործընթացի մեջ փորձել հասնել հնարավոր առավելագույն, այսպես ասենք, իրենց համար հաջող սցենարի։ Ստեղծված իրավիճակը վտանգում է էներգետիկ եւ տնտեսական կայունությունը, բայց միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները փորձում է իր շահերին ծառայեցնել հակամարտությունը, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների ռազմական բյուջեն ՆԱՏՕ-ի երկրների շարքում առյուծի բաժինն է կազմում։ Որն է իմաստը, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում իր վրա նման ֆինանսական բեռ վերցնել, տենց մեծ տարածաշրջանում առաջին եվրոպականությունում բոլոր հարցերը լուծել ծախսերի հիման վրա եւ դրա համար ինքը պահանջում էր, որ սկզբից 2% հասնել ռազմական ծախսերը, հիմա խոսքը գնում է 5%-ի մասին եւ պատահական չէ, նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ասաց վերջերս, որ Թրամփի ապագան հարցակարգից միշտ ասել էր, որ ՆԱՏՕ-ի ուղերը մահացել է։ Եվրոպական երկրների զգուշությունը պատահական չէ։ Առաջիկայում շատ անդամ երկրներ սպասում են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների եւ չեն ցանկանում արկածախնդրության գնալ Միացյալ Նահանգներին աջակցելու համար։ Գերմանիան առաջինն էր, որ մերժեց Թրամփին։ Մենք կդառնանք արդյոք այս հակամարտության ակտիվ մասնակիցը։ Ոչ, Գերմանիան ակնկալում է տեղեկացված լինել Իրանի դեմ ռազմական գործողության մասին եւ գործողության ավարտից հետո մասնակցել բանակցություններին։ Խնդիրը միայն արկածախնդրությունը չէ։ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների եւ Միացյալ Նահանգների միջև բացակայում է կոնսենսուսը, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն ու առաջնահերթությունները տարբեր են։ Այստեղ չկա ՆԱՏՕ-ի դաշնակիցների մոտ ընդհանուր կոնսենսուս Միացյալ Նահանգների եւ Իսրայելի իրանական կամպանիայի նկատմամբ։ Սա պայմանավորված է թե պետությունների առանձին շահերով եւ թե ընդհանուր այն տեսիլքով, որը ունի Միացյալ Նահանգները, սակայն կարծեք թե չեն կիսում սա եվրոպական դաշնակիցները։ Բացի այդ, այստեղ կա արժեքային բավականին խորը անջրպետ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև, հաշվի առնելով այն, որ Եվրոպական միության պետությունների համար ֆունդամենտալ նշանակություն ունի միջազգային իրավունքը եւ միջազգային իրավունքի գոնե թե ֆորմալ հետևումը։ Արդյունքում ՆԱՏՕ-ն ըստ փորձագետների սպառել է իր հուսալիությունը որպես համատեղ ռազմական ու անվտանգային կառույց։ Միացյալ Նահանգները այլևս չի կարող ապահովել բոլորի անվտանգությունը առանց դաշինքի անդամների հավասար մասնակցության։ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը վերածվում է ոչ միայն տարածաշրջանային ճգնաժամի, այլ նաեւ ՆԱՏՕ-ի ներքին ճգնաժամի փորձության։ Եթե Միացյալ Նահանգները որոշի վերանայել իր դերակատարությունը դաշինքում, բաց է մնում հարցը։ Դա կփոփոխի արդյոք ՆԱՏՕ-ի համակարգը, թե կխարխլի այն անվտանգային մոդելը, որը տասնամյակներ շարունակ համարվել է արևմտյան երկրների անվտանգության հիմքը։ Սեդա Գյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իրանագետ Ֆարթան Ոսկանյանի կարծիքով Իրանի դեմ պատերազմը կարող է փոխել ոչ միայն Մերձավոր Արևելքի հետ պատերազմական պատկերը, այլ նաև ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները։ Այդ հարաբերությունների ռազմական հատվածն ուղղակիորեն վերաբերում է ՆԱՏՕ-ին, որի անդամ եվրոպական ոչ մի պետություն, չնայած Միացյալ Նահանգների նախագահի կոչին եւ բավական կոշտ քննադատությանը, չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ պատերազմում։ Ամբողջ աշխարհն այժմ ըստ էության գտնվում է աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժերի փուլում եւ այդ տեղաշարժերից մեկը մեր անմիջական հարևանությամբ է տեղի ունենում։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունների մեկնարկից հետո իսլամական պետություններից որևէ մեկը չի աջակցել Թեհրանին։ Լարիջանին ընդգծել է, որ Թեհրանը շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Իրանը հարվածներ է հասցրել Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի ավիաբազաներին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ իրանական անօդաչուն հարձակվել է նաեւ Բաղդադում ամերիկյան դեսպանատան լոգիստիկ աջակցության ծառայության կենտրոնակայանի վրա։ علي مدد طقتهم السفارة وعلي لبقوها لبقيه الا محمدية
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին։ Կհանդիպենք։